Բարերիկո հարգելի հետևորդներ, եթերում ես եմ եւ խոսելու ենք մշակույթից։ Այսօրվա հյուրս երգիչ դերասան Պապ Իսպիրյանը։ Պապ, շնորհակալ եմ կրկին մեզ հյուրընկալելու համար։ Ինչպե՞ս եք։ Լավ եմ, շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ, որ նոր կրկին անգամ ձեզ մոտ եմ հրաշալի լավ մթնոլորտ։ Նախքան անցնելը մեր մշակույթին, եկեք փոքր-ինչ ամփոփում անցկացնենք մեր քաղաքական այն իրավիճակին, որի շուրջ անտարբեր չեք մնում ոչ դուք, ոչ ես եւ շատ սրտացավ մշակութային գործիչներ եւս, ինչը նաեւ ուրախալի է ինձ համար, որովհետեւ եկավ մի պահ, երբ մշակութային գործիչները պարզապես մեր արվեստագետներ եւ այլն լռում էին, իսկ հիմա կարծես թե սկսում են խոսել, կարծես թե բողոքի խոսքը այնուամենայնիվ հայտնում են, խոսքը տեղ են ուզում հասցնել։ Մենք ունենք իրավիճակ, որը արդեն հասավ նրան, որ եկեղեցին պառակտվեց։ Որքան էլ մենք այդ մասին փորձենք շրջանցել, այնուհանդերձ կա փաստ, որ եկեղեցին պառակտվեց, որոշ եկեղեցականներ անցան այս կողմ, որոշները մնացին վեհապարի կողքին, եղան պատարակներ, որը ինչ-որ առումով ժողովուրդը կեսը ընդունեց, կեսը չէ, այսինքն կոնկրետ պառակտում եղավ եկեղեցում։ Սրան ինչպես եք վերաբերվում։ Շատ բարի։ Ուրեմն կամ ձեր տված առաջին հարցից ես եթե չեմ սխալվում, ձեր եթերից մեկում նշել եմ իմ խոսքում, որ ուրեմն յուրաքանչյուր լավ արվեստագետ, լավ մշակութային գործիչ, ով իրոք իր մշակույթի պահապանն է, իր երկրի, իր հողի, ու այդ արմատները կրողն է, ինքը պարտավոր է խոսի։ Մեր այսօրվա իրականության մասին, դեպքերի զարգացվածության մասին, որովհետև մենք լինելով հայ ու աշխարհագրական մեր դիրքը լինելով այնպիսին, որ մենք ունենք, շատ բազում սեպերի ու խնդիրների առաջ են կանգնել, դարեր շարունակ ու հիմա էլ են կանգնում ու չի բացառվում, որ ապագայում էլ այդպես պիտի լինի։ Ու չեմ կարող մեջբերում չանել մեր 1915 թվականի այդ ցեղասպանությունից մեզ համար շատ մեծ ողբերգական դեպք, որտեղ որ մեր մտավորականները ուղղակի գլխատվեցին, որպեսզի հեշտ լինի կառավարել մեր ժողովրդին, տիրանալ մեր պետությանը եւ հողին։ Այո, արմատը կտրեցին։ Եթե դու ուզում ես մարդուն ոչնչացնել կամ պարզապես կառավարել, պետք է կարողանաս իր մեջից հանել այդ մտավոր գաղափարական կայունությունը։ Իսկ դրան պետքա տեր կանգնի յուրաքանչյուր արվեստագետ, ով իրոք ապրում ու շնչում եւ արարում է երկրի ու երկրի համար։ Այդ առաջին մասով, իսկ երկրորդ եկեղեցու հետ կապված խնդրին շատ անգամներ եմ խոսել, հիմա նորից ձեր եթերում խոսեմ ու ասեմ հետեւյալը, միգուցե մեզ լսողները վերջապես կարողանան այս եթերից հետո հասկանան, որ դա եկեղեցին հայի համար այն կետը չի, որ ուղղակի կառույց է։ Մենք ընդունելով քրիստոնեությունը 301 թվականին, դա մեր տունն է, մեր հիմքն է եղել, որ մեր ազգը կարողանա ապրի դարերի ընթացքում, տա հրաշալի սերունդներ ու կարողանա իր հավատքով կռիվ տա աշխարհի դեմ։ Ինչի համար, որովհետև երբ որ մենք եկեղեցուց կամ քահանաներից խոսում ենք սրբազան հայրերից, մենք մի պահ պիտի հասկանանք, որ մենք ինքներս մաքուր ենք, արդար ենք մեր առաջին հերթին։ Նոր հետո անցնենք հոգևոր դասին։ Հոգևոր դասը առանձնացված է աշխարհից ու ինքը Աստծո հետ ուղիղ հաղորդակցման միջոցով կարողանում է մարդկանց այդ հավատքը պահպանել ու չթողնել, որ այդ իրենց ներսում իշխի սատանան, ուղղակիորեն։ Հիմա քահանաները լավն են, վատն են եւ այլն, այս գլոբալիստական այդ խոսելքի մեջ պետքա հայի մեջ չլինի ընդհանրապես, այս քահանան լավն էր, նա վատն էր, նա ունի սա, նա ունի նա, այդ ուղղակի խոսքեր են, որ կրկին անգամ բերում են մարդուն կիսելու։ Դու այս կողմում ես գետի, ես այս կողմում եմ, այսինքն դասակարգում է տեղի ունենում ու հիմա ես վստահ եմ, որ շատ հայ մարդիկ ոչ նորմալ են վերաբերվում այդ ամենին
ու հետևելով սոցհարթակներում տեսնելով այդ ամեն ինչը հասկանում եմ, որ շատ բազմաթիվ հայեր ուղղակի բարկանում են, որ եկեղեցու հանդեպ, քահանաների հանդեպ նման բռնի գործունեություն է արվում, գործողություններ են ծավալվում։ Պապ, երբևէ պատմության մեջ ես չեմ հիշում, որ եկեղեցի կողպվեր։ Բոլորին վերջերս 7 վերք եկեղեցին ստուգում են կատարում, ուրեմն ուժային կառույցների կողմից ստուգում է կատարվում, որից հետո փակվում է եկեղեցին եւ ամբողջ տարածքը վերահսկվում է ոստիկաններով։ Եվ մի տատիկ ինձ պատմում է, մեր վաստակավոր արտիստներից մեկն է պատմում ինտերվյուի ժամանակ, մի տատիկ ինչպես միշտ ամեն առավոտ գնում է, որ իր մոմը վառի եւ գնա իր աշխատանքին ու չի կարողանում եկեղեցի մտնել։ Ես այս ամենին չգիտեմ ինչպես ինչ որակում տամ, գուցե դուք ինձ օգնեք։ Գիտեք, պատմության ընթացքում միշտ բարբարոսներն են փորձել մեր եկեղեցիները քանդել, ավերել, ու մենք հեռու չգնանք հենց 20 թվականի ժամանակահատվածում պատերազմական ընթացքում այդ ամեն ինչը տեսել ենք։ Երբ որ հանձնվեց Արցախը, մենք մինչև հիմա էլ տեսնում ենք, թե ինչպես բարբարոսները, որոնք չեն ունեցել պատմություն, չեն ունեցել մշակույթ, արժեքներ, արժեհամակարգ, իրենք այդ ձևաչափով են շարժվում, այսինքն իրենց համար չկա որևիցե մի հաստատություն, կառույց կամ պատմամշակութային արժեք, որ դա իրենից ինչ-որ, չգիտեմ, պատմություն ներկայացնի։ Դրա համար իրենք ոչնչացնում են, որպեսզի գրեն մեծատառերով, որ սա մերն է։ Ու որ ասում եք տատիկը, ես ընդհանրապես կարող եմ այսպես պատասխանել, մեկնաբանել, որ եթե յուրաքանչյուր հայ մարդ ուզենա մտնի եկեղեցի, մոմը վառի իր, չգիտեմ, իր Աստծո հետ առանձնանա, ոչ ոք ու ոչինչ չպիտի խանգարի նրան։ Իսկ այս գործողությունները, որ 7 վերքի եկեղեցու հետ կապված կատարվեցին, իմ կարծիքով հենց ուղղակիորեն քաղաքական դիրքորոշում ունի, որովհետև եթե մի փոքր հետ գնանք, մի 2 ամիս առաջ, այնտեղի թեմի առաջնորդը ձերբակալվեց վերջերս։ Իսկ ժողովուրդը առանց իր հոգևոր հայրի առաջնորդության եւ այլն արդեն հնարավոր է, որ ինքը տկարանա մտքով։ Բայց եկեք փաստենք, որ Գյումրին շատ ամուր կանգնեց։ Իհարկե, ու պարտավոր էր կանգնել։ Ես վստահ եմ, ես միշտ եմ ասել Արգելին Անա ջան, որ իմ կարծիքով, երբ որ որոշում են, որ պիտի գնան այս ու այն եկեղեցի, նախ պիտի հասկանան, որ իրենք ինչ են բախվելու։ Միշտ ասել եմ, ինձանից սկսած, ես միշտ անկախ ամեն ինչից իմ հավատքի եկեղեցու, իմ Աստծո հետևորդն եմ ու այնտեղ կանգնած եմ լինելու։ Առաջին գծում, որովհետև ես թույլ չեմ տա ինչ-որ քաղաքական լուծումների կամ ինտրիգների կամ դիվիդենդներ հավաքելու համար փորձել վարկաբեկել մեր ամենավերջին արժեքը, որպես հայ տեսակ, որպես քրիստոնյա ժողովուրդ։ Դա մեր համար այն վերջի կետն է, որ դարեր շարունակ Թուրքիան ցանկացել է, ուղղակի ձգտել է մեզ կրոնից զրկելու, այդ հավատքից զրկելու։ Այդ փաստում են այն արխիվները, որոնք ունենք 15 թվականի ցեղասպանությունից։ Այդ փաստում է նաև մեր հարևան Պարսկաստանը քանի տարիներ փորձել է զրադաշտություն սերմանել մեր մեջ։ Վերջը ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր որ ասում են մենք Թուրքի հետ հաշտ ու համերաշխ ենք ապրելու։ Որովհետև եթե մենք պիտի հաշտ ու համերաշխ ապրենք մի հարևանի հետ, ով անընդհատ խաբում, վարկաբեկում ու չգիտեմ փորձում է քեզ սպանել, կախաղան հանել, սրի քաշել։ Ես չեմ պատկերացնում նման հարևանի հետ ապրելը։ Այո։ Ու նույն եկեղեցում դու աղոթես քո Տեր Աստծուն, որ ամուր պայի քո երկիրը, ամուր պայի քո ընտանիքը, քո զավակներին, քո սերունդը, որ դու կարողանաս շարժվել, ապրել առաջ որպես պատվավոր հայ, ու գա մի պահ, որ քո պետական այրերը որոշեն, որ գիտես ինչ կա, եկեղեցին պետքա փակվի, ու
մեջ բերեն այնպիսի ծիծաղելի հանգամանքներ, որ իրոք ես չեմ պատկերացնում, որ Հայաստանում կա որևիցե մարդ, որ չգիտի եկեղեցու կարգավիճակը, եկեղեցում ինչ է կատարվում, ինչի համար է կատարվում։ Եկեղեցին դա մեր մեջ է, մենք ինքներս ամեն մեկս, ամեն հայ մարդ պիտի պատկերացնի, որ նախ ինքը իր մեջ պիտի այդ հավատքը ունենա նոր, որտեղ Աստվածաշնչում էլ այդպես ասվում, պարտադիր չի դու գնաս եկեղեցի նոր դառնաս, չգիտեմ, քրիստոնյա Աստծո զավակ։ Աստված քեզ ասում է, ես քո մեջ եմ։ Եթե փնտրում ես, հավատում ես, ես կգամ, կտեսնես ինձ։ Տեսեք, ինչ է ստացվում, ստացվում է դուք նոր խոսեցիք ձերբակալությունների մասին, եկեք նաև անդրադառնանք դրան, հա, ձերբակալվեց Շիրակի թեմի առաջնորդը, ձերբակալվեցին քահանաներ, ձերբակալվեցին նաև տարբեր քաղաքական գործիչներ, զուտ միայն այն պատճառով, որովհետև հանդգնեցին հայտնել հակառակ կարծիք ներկայիս իշխանությանը։ Սա բռնատիրության որերորդ աստիճանին ենք հասել այլևս։ 35 թվական անգամ սենց վիճակ չի եղել, կարծում եմ։ Բնականաբար չի եղել ու ես կարող եմ այսպես ասել, մենք արդեն բավականին երկար ժամանակ խոսում ենք ժողովրդավարությունից։ Վերջերս լսեցի, որ ասում են եկեղեցին, եկեղեցականը իրավունք չունի զբաղվի քաղաքականությամբ կամ երկրի ներքին ու արտաքին հարցերին խառնվի։ Բայց որքանով որ ես եմ տեղյակ, մեր սահմանադրական կարգի մեջ չկա որևիցե նման կետ, որ հոգևորականը չի կարող զբաղվել կամ մտածել իր երկրի ժողովրդի կամ ներողություն որ ընդհատում եմ, գիտեք ինչ տեսարան հիշեցի, երբ հոգևորականը զենքը ձեռքին կանգնած էր պատերազմի տարիներին։ Այո, ինչի մեր հոգևորականները միշտ են այդպես արել։ Այսինքն չկա մի հատ հայ մարդ, որի պատմությունը հետ թերթելով չգտնի այնտեղ որևիցե հոգևորական մի դասի կամ ժամանակահատվածում, որ ինքը չի պայքարել թե զենքով, թե մեր աստվածաշնչով, քարոզով, առաջնորդելով, ամեն դարերի ընթացքում, ամեն դարաշրջան ունեցել է այն մարդը, ով որ կարողացել է մարդկանց քարոզել իրական տվյալ խնդրի պատճառը։ Ու այսօր մեր եկեղեցականները, երբ որ բարձրացնում են, որ ունենք այս խնդիրը, սա մեզ տանելու է կործանման, ես էլ եմ ասում, շատ անգամներ եմ ասել։ Միայն սիրուն ապրելը, չգիտեմ, շքեղության մեջ ապրելը, սիրուն խոսելը չէ, որ քեզ կարող է, չգիտեմ, ապավինել ու ուժ տալ, որ դու ապրես։ Դու պիտի քո հողի վրա ուժեղ լինես։ Քո հետ պետքա հաշվի նստեն։ Այսինքն դու այնքան պետքա ուժեղ լինես քո ներսում, որ դրսում քեզ ուղղակի երբ որ դու գնաս որևիցե հանդիպումների, կլոր սեղանների շուրջ կլինի նստած զրուցես, մարդիկ քեզ հարգանքով վերաբերեն։ Շատ ճիշտ է, այո։ Այդ նրանից է գալիս, որ այսօր մենք ամեն մեկը տվյալ իրավիճակում մտածում է իր գրպանի կամ չգիտեմ, իր փորի մասին։ Երբ որ հայ մարդը դադարի ընդհանրապես, միայն մտածի իր մասին, ես վերջերս եմ ասել, մենք դադարել ենք իրար սիրելուց, մենք հեռացել ենք մեր Աստծուց, մենք ավելի շատ մտածում ենք դիմացինին գցնել, շողոքորթել, որ այսինչ լավ լինի, այսպես լինի բան, բայց մոռացանք մի պարզ բան, մինչև հիմա, ես 18 թվականից մինչև առեսօր անընդհատ լսում եմ այդ նախկիններ բառակապակցությունը, որ նախկինները էս արեցին, էս թալանեցին, այն արեցին, չէ։ Հիմա պարզ աչքերով, եթե նախկիններին մեղադրում ենք, մեր այսօրվա իշխանությունը, իրանք էլ են թալանում։ Ես վերջերս եմ հեռուստաընկերությունով տեսա, որ մեր արդարադատության նախարարն էր, եթե չեմ սխալվում, երիտասարդ կին էր, խոսում էր, որ ու շատ հպարտ, որ ինչ եղել, ես աշխատավարձ եմ ստանում։ Դա բնակարանի հետ կապված է կարամ $200,000, եթե չեմ սխալվում, բնակարան ունենամ, կարամ ես ունենամ, իմ պաշտոնը թույլ է տալիս, մենք օր ու գիշեր աշխատում ենք, բա օր ու գիշեր հայ մարդը աշխատում է։
Ինչու՞ չի ունենում։ Օրոգիշեր հայ մարդը գյուղացին աշխատում է, ապրանք է ստեղծում, որ տանի վաճառի ու ստացվում է այնպես, որ այդ մարդ չի կարողանում $200,000 գույք ունենալ, լավ ապրել։ Ես մի բառի հետ, մի նախադասության հետ կողմ եմ, որ մարդ պետքա կրթված լինի։ Այ մեր հասարակությունը, երբ որ ինքնակրթությամբ զբաղվի ու կրթված լինի, իրանց դժվար կլինի կառավարելը։ Կրթված մարդու հետ պետքա հաշվի նստել։ Ինքը չի կարող համաձայնվել նման բաների հետ։ Բայց իմ համար ինչից եկա, որ եթե տիկին նախարարը ասում է, որ պաշտոնատար անձը պարտավոր է, չէ՞, աշխատում է, իրավունք ունի ունենա, ինչի չունենա։ Բայց ոնց դարձավ, որ այն ժամանակ այդ մարդիկ նույն պաշտոնները զբաղեցնելով իրավունք չունեին կամ դատապարտվում էին։ Ես ուղիղ հարց է սա, խնդիրները, որ պետք է հասկանանք, եթե մենք հասել ենք այդ աբսուրդի գագաթնակետին, որ այսօր մեր դեմքին ուղղակիորեն ասում են դու լռի, ես իմ գործն է, ես քո համար աշխատում եմ, դրա համար ստանում եմ, վարձատրվում եմ պետական բյուջեից, ու ինչի պիտի չունենամ, ես էլ եմ ասում, ես էլ եմ ամեն օր աշխատում եմ, ամեն օր աշխատում եմ, ամեն ինչ անում եմ, որ ունենամ, բայց չի ստացվում։ Այդ ոնց է ստացվում, որ չի Այսինքն ես պաշտոնատար անձ չեմ, մշակութային մարդ եմ, արվեստագետ եմ, ես իմ արվեստով եմ աշխատում։ Համ ժողովրդին կրթում ենք մեր արվեստով, չենք թողնում հեռվանա այսօրվա սերունդը, փորձում ենք թատրոններում, երգարվեստում պահել մեր հայկականը, մեր հայեցի մտածողությունը, չի ստացվում ձեռք բերել։ Հազիվ հազ կարողանում ես դու նորմալ կյանքով ապրել։ Այսինքն ասածս որն է, եթե մեր հասարակության համար դա նորմալ է, որ չգիտեմ, ես օրինակ զբաղեցնեմ որևիցե պաշտոն ու բացեիբաց ասեմ, գիտեք ինչ կա, իմ պաշտոնն է, ես վարձատրվում եմ, ինչի պիտի չունենա։ Ես էլ նույն ձև ասում եմ, բա այն մարդը ինչի պիտի չունենա։ Ինչի պիտի օրինակի համար կալանավորեն, գույքի բռնագանձում անեն, հետաքրքիր ձևաչափ է ստացվում։ Երկակի ստանդարտներ են։ Այսինքն մենք գետի երկու ափում տեսնում ենք մի կողմը պղտորված, մի կողմը զուլալ։ Բայց այդ գետի հունը մի ձև է գնում, այդ չի լինում։ Տեսեք, ես այդքան չէի մտածի, չէի խորհի նախարարի ասածի շուրջ, եթե նախքան իրենք որ խոսում են, որ մենք կարող ենք ունենալ լավ տուն, լավ մեքենա, ծառայողական մեքենա, թիկնապահներ, տան աշխատողներ, տնային սպասավորներ եւ այլն, Աստծո խաթր, ինչ ուզում եք ունեցեք։ Իհարկե, դա իրենց գործն է։ Այո, բայց առաջին հերթին բանակը շենացրեք, երկիրը սարքեք, թոշակառուի հացը ապահովեք, ոչ թե 40,000 թոշակ է ստանում թոշակառուն, չի իմանում կոմունալը վճարի, ուտի դեղ առնի, թե ապրի, ու դուք կանգնում ասում եք ես աշխատում եմ, ես պիտի ունենամ, ունեցիր Աստծո սիրուն 5 անգամ ավել ունեցիր, բայց եթե դու ղեկին ես երկրի, ղեկավարում ես երկիրը եւ նախարարի պատասխանատվություն ես վերցել, ապա ես կխնդրեմ իմ հասարակ քաղաքացուս հարկերը մի քիչ նպատակային ծախսել։ Ես հարկ եմ ուծում, որ անապահով ընտանիք ապրի, ես հարկ եմ ուծում, որ թոշակառուն դեղի փող չտա եւ այլն, հասկանում եք, մենք այսքան չենք կանգնի, չենք մանրանա, թե ով ինչ ունի, եթե երկիրը լավ ապրի, իրենք թող ունենան, իհարկե թող ունենան, երկրի դեմքերը, բայց գոնե մինիմալ ապահովի թոշակառուին, զինվորին, վիրավորին, մենք վիրավորներ ունենք պատերազմից դեռ մինչ օրս։ Պետությունը պետք է նախ առաջինը կարողանա իր ներսում իր հարցերը պարզաբանել այնպես, որ իր ազգը, իր ժողովուրդը կարողանա տարբերել, ասենք թացը չորից։ Այո։ Հետո նոր մեծամտանալ ու տենց կարծիքներ արտահայտել։ Ես չեմ պատկերացնում, ես ինքս հիմա ինձ մի բան պատկերացնում եմ, որ եթե ես օրինակ որևիցե կառույցի ղեկավար լինեմ, նու ես ունեցել եմ, ղեկավարել եմ եւ այլն, փորձել եմ առավելագույնս անել ոչ թե ինձ համար, ու հետո մեծամտանալ ասել, այ գիտեք, բա ես տնօրեն եմ։ Այո։ Բա ես չունենամ դու ունենաս։
Չդա հասկանում եք դիմացինի ստորացնել է նշանակում։ Այսինքն ոնց եղավ։ Դիմացինն էլ է հասկանում, որ դու տնօրեն ես, չէ՞։ Ու փոքր ինչ քո գումարը ավել պիտի լինի։ Այո։ Բայց երբ որ դիմացինը հասկանում է, թե այդ տնօրենը իր համար ինչքան անհանգստացած է, ինչքան իր հոգսերով ապրող է, ես հերո չեմ գնում, իրականությունն եմ ասում, ես մի փոքրիկ մեր թատրոնի տնօրեն եմ եղել ու իմ ընդհանուր դերասանական անձնակազմի ամեն առօրյայով ամեն ինչով ապրել եմ, մտածել եմ, պետք է եղել իմ մեքենայով տվյալ դերասաններին տեղափոխել եմ A-կետից B կետը, եթե երեկոյան ինչ որ փորձերը ուշացել են եւ այլն։ Այսինքն ես չեմ ասել, դե ես պաշտոնատար անձ եմ, կոպիտ եմ ասում հիմա, որտեվ թատրոնում նման հասկացողություն չկա իմ կարծիքով։ Բայց երկրի ղեկին նստած մարդկանց համար ու իրանց առաջ կա պարտավորություն։ Իհարկե։ Ու շատ մեծ նամանավանդ այս ժամանակահատվածում մենք տեսնում ենք աշխարհը ոնց է Փոխվում։ ռեպրեսիաների ենթարկվում ու ինչ արագ կերպերով է ամեն ինչ փոփոխվում։ Ու մենք պիտի կարողանանք այդ ռիթմը բռնել, մեր դիվանագիտությանը խորացնել։ Հետո մենք ինքներս մեզ մի հատ հարց տանք։ Վերջը ես էլ եմ այս երկրում ապրում։ Վաղը կարողա չլինեմ այս հարթակում, ես ոնց եմ մարդկանց հետ հարաբերվելու, շփվելու, վաղը տիկնապանները չեն լինելու, վաղը, չգիտեմ, որևիցե մի կորպորատիվում հասարակ որպես քաղաքացի ներկա եմ լինելու, ապրեմ այնպես, որ ինձանից հետո հետք այնպիսին չմնա, որ ինձ վատ կերպով ընկալեն ու խուսափեն նույնիսկ բարև տալուց։ Այ մեր քաղաքական այրերը, եթե պետական այրերը, պիտի այդ առաջինը մտածեն, որ մեր ազգի համար լինեն իրենցից մեկը։ Ես չեմ կարող հիմա մտաբերել, բայց մի լավ հետաքրքիր ասացված կար, որ թագավորը որոշում է հագնի շատ աղքատիկ շորեր ու դուրս գա իր ժողովրդի մեջ շրջելու, հասկանա թե իր ժողովուրդը սիրում են իրեն, իր մասին գոհ են իր աշխատանքից, թե ոչ։ Ու ինքը դուրս է գալիս այդ ժողովրդի մեջ, աղքատիկ շորերով կերպարանափոխված, ու հասկանում է, որ չէ, ժողովուրդը մեկ առ մեկ փոքր երեխայից մինչև մեծ մարդ դեմ է իրեն, իր օրենքներից, իր աշխատելավոճից։ Ու ինքը վերադառնում է, փոխում է, մի անգամից իր ընդհանուր պալատական, չգիտեմ, հանձնաժողովն է, նախարարներն են, սպաներն են, կանչում ասում են այսօրվանից հետո այսպես պիտի լինի, ոչ մի բան ձեզ համար, միայն ժողովրդի ու երկրի համար։ Երանից է իրականություն լիներ եւ մեր մոտ էլ ինչ որ օր մի, որովհետեւ չեմ կարծում, որ իշխանության ղեկին նստած մարդը, աթոռի նստած մարդը չգիտի թե ինչ վերաբերմունքի արժանանում ժողովրդի կողմից։ Բայց այնուհանդերձ, վերադառնանք մեր թեմաներին, դուք 44 օրյա պատերազմի մասնակից եք, որտեղ եւ ստացել եք ոտքի վիրավորում եւ այլն, այսինքն կռվել եք, այրուն եք թափել եւ ձեր ընկերների կորուստն եք տեսել մարտի դաշտում Արցախում։ Օրեր առաջ վարչապետը ասաց, որ Արցախի թեման այլևս փակված է եւ լուծված է համարում։ Հակառակ պնդմանը վարչապետը նաեւ ասաց, որ եթե ցանկանում եք պատերազմ եք տենչում, որ նորից Արցախի թեման բար։ Այսինքն ինչ է ստացվում, վարչապետը վախեցնում է պատերազմով ժողովրդին։ Տեսեք, ես շատ անգամներ ինքս իմ մեջ եմ մտածել, շատ անգամներ մասսական վայրերում, տարբեր շրջապատներում խոսել եմ այդ մասին, որ չգիտեմ ում համար է փակ այդ հարցը, բայց ես իմ մեջ վստահ եմ, որ գալու է այդ օրը ու Արցախը նորից մերն է լինելու։ Պատերազմը իհարկե լավ բան չի։ Ինքը իրենից շատ ես ցանկություն չեմ ունենա, որ պատերազմ նորից լինի, բայց այդ իմ խոսքին հակասելով պիտի ասեմ, այլ կերպ չի լինում։ Հողը արյունով եմ պահում։ Այլ կերպ չենք կարող աշխարհի առաջ, աշխարհին թելադրել, նախ դու պիտի ուժեղ լինես, թե մտքով, թե հոգով, թե մարմնով, որ կարողանաս պատերազմել, ու ճիշտ
պատերազմել։ Պատերազմը մենակ զենքով իրար դեմ կռվելը չի, հա։ Պատերազմը այ մեր պետական, դիվանագիտական ասպարեզում, այ պատերազմը ընդեղ է պետք անել։ Հենց հիմա Արցախում ոչնչանում է մեր մշակույթը, եկեղեցիները, մեր բոլոր զոհված տղաների գերեզմանները պղծվում է։ Այսինքն ասել, որ այլևս այդ հարցը լուծված է, միգուցե որոշ մարդկանց համար իրենք իրենց մեջ որոշել են, որ լուծված է, բայց ես վստահ եմ, կար ժամանակ 90-ականներին, որ միգուցե էլի մտածել են այդպես որ լուծում, բայց ազգը ոտքի եղավ, տեր կանգնեց, վերադարձրեց։ Այդ ու պատմությունը մեզ միշտ ապացուցել է այդ, որ մենք ամենածայրահեղ պահին վեր ենք կացել ու պայքարել ենք, բայց ես առաջարկել եմ, որ ամենածայրահեղ չէ, մենք արդեն 3 պիտի մտածած լինեինք այդ ամեն ինչի մասին։ Ես կուզենամ մեր հայրենակիցները, ովքեր որ մեզ հիմա դիտում են, իրանք էլ իրենց մեջ մի հարց տան անընդհատ իրանց գլխում, որ իրենք այսօր իրենց տանը ապահով քնում են, ապրում են, գնում են առիթների, լավ ժամանակներ են անցկացրել, երկրում շրջում են, ես տեսնում եմ, հա, ժամանակ առ ժամանակ մարդիկ գնում են Տավուշ, Սյունիք, մեր պատմամշակութային հուշարձաններն են այցելում, նկարում, թե այլազգի ուրեմն տուրիստներ են գալիս, նույն կերպ վերաբերվում, նույն մեր հայ ժողովուրդն էլ է գնում, նայում է մեր հայերը։ Ու այնքան sense գեղեցիկ ժպիտներով, այնքան sense հայրենասիրությամբ դրդված նկարներ են անում, post-եր են անում, տակը գրում են այդ ամեն ինչը, որ մեր, չգիտեմ, այս եկեղեցին, այս խաչքարը եւ այլն։ Ինչ եղավ այդ ազգին։ Այսինքն մենք եւս մեկ անգամ մոռանանք, որ հայ ենք, ունենք արմատ գենետիկա, մենք Հայկ Նահապետի սերունդն ենք, մենք Նժդեի սերունդն ենք, մենք չգիտեմ, Տրթատմեցի սերունդն ենք, թագավորական ժամանակաշրջանից կամ նաև վերջը մենք ինչ ենք ուզում, այլընտրանքային ճանապարհ ենք ուզում, ո՞րն է այդ այլընտրանքային ճանապարհը մեր համար, մեր պետության համար։ Մեր պետությունը ունի ընդամենը ինքը իր հողին, երկրին տեր կանգնելու մի դիրքորոշում։ Ես հայ եմ, քրիստոնյա եմ, եթե եկել է պայքարելու ժամանակը, պատերազմ, ուրեմն պարտավոր եմ պատերազմ։ Ասենք, ես հերո չեմ դնում, շատ չի անցել, Դավիթ Բեկ գիրքը կամ ֆիլմը որ նայում ես, հասկանում ես այնտեղ հայ մայրը, հայ կինը, իր ուժեղությունը, որ այնտեղ ասում են մենք չունենք ախր հնարավորություն, չէ՞։ Սաթենիկն է տալիս իր զարդերը։ Մենք կանայք մեր վրայի ոսկին, մեր վրայից կհանենք, կվաճառենք, բայց զենք կառնենք, չենք ենթարկվի դրան։ Այդ ինչ եղավ այդ ազգին։ Եղավ եվրոպական, եվրոմտածողության, այդ վատ բաները եկավ մտավ մեր մեջ, լավ հետևքում իմ ձեր մյուսների մեջ ինչի չի մտել է հենց իրենց մի քանիսի մեջ կամ այդ որոշ հատվածի մեջ։ Ասեմ ինչի համար, ես քիչ առաջ ասեցի, կրթված խելացի մարդու հետ դժվար է, որտեղ կրթված մարդը հասկանում է, դա իր համար պետք չի, կարիք ունի թե չունի, ինքը խելացի է գտնվում, 10 չափում մեկն է կտրում, անխելք մարդը հեշտ կառավարվող մոդել է, իրան ասում են արա, ինքը անում է, քեզ կվճարենք, լավ աշխատավարձ կունենաս, պետք է որ սենց լինի, ինքը անում է իր համար ինչ տարբերություն, այս գործը կաներ, թե այս գործը կաներ, բայց խելացի մարդը ինքն է որոշում, ինքը գիտի, չէ, իր ուղեղի պարունակությունը, իր ապագան, ինքը ոնց է տեսնում այդ ամեն ինչը, իրեն չեն կարող, ինքը պրինցիպիալ ունի իր դաշտը, դրա համար էլ մենք հասել ենք այսօրվա այս ցավոտ իրականությանը ու նորից ասեմ, Արցախը մնալու է հայկական, թերևս ինքը հիմա գտնվում է գերության մեջ, ինչպես շատ մեր հայրենակիցներ գտնվում են գերության մեջ։ Մենք հայ ժողովուրդը պետք է մտածի օր առաջ, ոնց անի, որ այդ պայքարը շարունակի Արցախը վերադարձնելու։ Միանշանակ։
որովհետև մենք շատ մեծ ու ոնց որ Մոնթեն էր ասել իր խոսքում, եթե փակենք Արցախի էջը, կկորցնենք նաև Հայաստանը։ Տապանակար կդնենք հայոց աշխարհի վրա, եթե կորցնենք, դա Մխիթար Սպարապետն է իր խոսքում ասել, որ Սյունիքը Արցախը կորցնելով տապանակար ենք դնում։ Ու մենք այսօր ոնց որ թե ապրելով Հայաստանի Հանրապետությունում, շրջելով մարդկանց մեջ հասկանում ենք, որ ինչ որ տապանակարը քիչ արդեն տաշվում է։ Կարող է դեռ տակ ենք, հələ չենք հասկանում։ Իսկ որ հասկանանք այնքան ուշ կլինի, ինչ կերպով է տեղադրվում, բայց ինչ որ գործողություններ կան դրան տանող։ Այո։ Պապ, մենք անverջ կարող ենք խոսել, ցավոք, մեր ժամանակը մոտենում է իր ավարտին, բայց այնուհանդերձ ցանկանում եմ անդրադառնանք նաև ձեր ստեղծագործական գործընթացին, տարին ամփոփելով, հա, մենք մոտենում ենք, արդեն տարին փակում ենք, ինչպես կամփոփեք տարին, ինչպիսին էր այն ձեր ստեղծագործական կյանքի համար։ Ստեղծագործական բուրըն աշխատանքներ ենք ունեցել շատ, մինչև այժմ էլ, ու այսօր մի բան եմ նկատել, որ մնացյալ տարիների համեմատ այս տանին այնքան արագ անցել։ Ես երեք որ հարցնում եմ, ես այս վաղ ինչ օր ասեցին դեկտեմբերի 12-ը ու ապշած մնացի։ Ինձ թվաց է դեռ ամառվա այդ գարնանային տրամադրության տակ եմ։ Մի տեսակ ժամանակն էլ սկսել շատ արագ անցնել։ Այո, ես էլ եմ նկատել։ Մարդիկ շտապում են, շատ հաճախ նկատում եմ, բայց շտապելուց բազմաթիվ սխալներ են թույլ տալիս։ Շտապելը լավ բնավորության գիծ չէ, պետք է մի քիչ երկար մտածել։ Ստեղծագործական առումով բուրըն տարի ենք ունեցել, անձամբ ես համերգներ եմ ունեցել, բարեգործական համերգներ եմ ունեցել, նոր երգեր եմ, որ արդեն հանձնել եմ հանդիսատեսի դատին, պատրաստվում եմ մինչև տարվա վերջ մի քանիսն էլ հանձնել, բայց ինչ-ինչ պատճառներով չստացվեց, բայց ոչինչ։ Գալիք տարում հուսով եմ, որ տարին կսկսի մեզ համար շատ լավ, շատ, չգիտեմ, հայեցի ու չգիտեմ, ժողովրդի համար սենց ծնունդով լեցուն տարի, որտեղ մեզ ծնունդն հիմա շատ է պետք։ Այո։ Մենք մի 3 տասնամյակ սերունդ կորցրել ենք այս ընթացքում, այս 5-6 տարիների ընթացքում ու հիմա պետք է կարողանանք դա ոնց որ թե մոբիլիզացնել։ Մնացած առումով, քանի որ մոտենում ենք 2025 թվականի ավարտին մի քանի օր անց, առաջինը կցանկանամ մեր ազգին միտք, տոկունություն, հավատքով լեցուն, աստվածասեր, աստվածապաշտ, ընտանիքը սիրող, որովհետև եթե դու չկարողանաս սիրել քո ընտանիքը, ոնց որ հարկն է դու քո պետությունը չես սիրի, քո հողը չես սիրի, ու կցանկանամ, որ 2026 թվականը մեր հայ ազգի, հայ ժողովրդի համար լինի միայն առաջընթացի ու վերելքների վերջապես ազատվելու այն ամենից, ինչը որ խանգարում է այս պետությանը, այս ազգին ու կարողանա վերադարձնել իր ուրույն տեսքը, կառուցել, sense ամրապնդել իր ողնաշարը, որտեղ Արցախը մեծ համար ողնաշար է Հայաստանի Հանրապետության, որովհետև 120-130 հազար արցախցիներ աշխարհում մեկ արդեն սփռվել են, իրենք էլ իրենց տներում վերգտնեն այս ամանորյա հրաշքի էությունը, մթնոլորտը եւ այլն։ Ես շատ մեծ սիրով, ես երազում եմ, որ գա օրը, որ նոր տարին Արցախում անցկացնեմ, Արցախում ես շատ ավանդ ունեմ, այնտեղ շատ եմ սիրել ու գնացել, մենք բարեգործական համերգներ ենք բազմաթիվ այնտեղ արել իմ ընկերների հետ միասին, որոնց ուզում եմ շնորհակալություն հայտնել, որովհետև անշահախնդիր կերպով իմ ընկերները 2007-8 թվականից մենք
չի եղել որևիցե զորամաս, չի եղել որևիցե գյուղ, որևիցե սահմանամերձ վայր, որտեղ մենք համերգային ծրագրերով, միջոցառումներով ներկա չենք եղել։ Այո, ճիշտ է։ Ես հիշում եմ, ես գիտեմ, ես այդ ամեն ինչին հետևել եմ։ Թող ձեր ասածով լինի։ Ես երազում եմ այդ օրը, որ գալու է ու հավատացեք, մարդը ինչքան լավատես է լինում, հա, իմ փորձից եմ ասում, նպատակ է դնում, գնում է իր նպատակի հետևից, այդ նպատակը սովորություն ունի լինելու, իրագործվելու։ Ու վստահ եմ, ես չեմ ուզենա, որ որևիցե մի հայ մարդ իր միջից հանի Արցախը, հանի այդ պատմությունը, մոռանա Արցախը, մոռանա արցախահայությանը, ես չեմ սիրում այդ տարբերությունը։ Իհարկե։ Իմ համար հայը, հայը մնում է հայ, որ գնում է մի օտար երկիր, այնտեղ հայ եմ տեսնում, կամ ինձ են տեսնում։ Չգիտես ինչ է sense, մի հատ էներգետիկան, պայծառ ամեն ինչը փոխվում է, բայց մեր երկրին է, մենք իրար չենք կարողանում ընդունել ու սիրել։ Դա ինչ-որ խնդիր է, որը չենք կարողանում նաև անցնել այդ խնդիրը լուծել։ Այդ խնդիրը գալիս է նրանից, որ մեր պետականամետ գործիչները անընդհատ sense impulse են տալիս, որ դու sense Պարակտում, այո։ Սև ու սպիտակը որն է։ Ես չեմ հասկացել միջև օրս։ Այո։ Մարդ պիտի ապրի այս բնությունից Աստծուց պարգևված գույներով։ Ով կարող է որոշել ինքը սևա թե սպիտակ։ Մարդը բացարձակ արժեք։ Ոնց որ մեր սպարապետին էին, հա, հարցերից մեկում ասել, որ բացարձակ արժեք է անկախություն ինքը նման կերպեր պատասխանել։ Ես միշտ ասել եմ, հիմա էլ եմ ասում, ինձ համար կատարյալ եւ բացարձակ արժեքը դա մարդն է, իր թերություններով հանդերձ։ Եկեք չդադարենք սիրել իրար, սիրենք, պահպանենք ու մեր մեջից չհանենք այդ հայկի տեսակը, որ ինքը ընդվզող է, պայքարող է, ոչինչ, մի քիչ դժվար կլինի, մի քիչ կարող է մեզ, չգիտեմ, կտանքների ենթարկեն, կալանավորեն, բայց մենք պարտավոր ենք դիմանալ, ուրիշ տարբերակ չունենք։ Իզես ավելացնելու ուրիշ ոչինչ չունեմ, պահենք հայկի տեսակը, կհանդիպենք հաջորդ շաբաթ խոստանում եմ։